Ռուսաստանցի գործարար Սավել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Դրա վերաբերյալ տեղեկությունը հրապարակվեց մայիսի 19-ի երեկոյան։ Ըստ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Ժամեր անց, երբ այդ տեղեկությունը տարածվեց հայկական մեդիա դաշտում, ռուսական պետական ռեգիստրի կայքը դարձավ անհասանելի։ Արդեն մայիսի 20-ին Ռուսաստանի պետական ռեգիստրի կայքը հասանելի էր։ Փնտրելով Նարեկ Կարապետյանին առնչվող տեղեկությունը երևում է, որ այնտեղ փոփոխություններ են արվել։ Կարապետյանի անվան ցուցակում հստակ երևում է փոփոխությունները կատարվել են 2026-ի մայիսի 20-ին։ Դրանից հետո Կարապետյանի անվան դիմաց գրված է, որ նա Հայաստանի քաղաքացիություն ունի։ Մայիսի 20-ին Նարեկ Կարապետյանը եւս հայտարարեց, թե իրենք դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որ պատասխան տրվի, ինքը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որոշ հրապարակումներում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են փաստեր, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Պնդել, թե Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Ռուսաստանի փոխվարչապետի ինչ գործն է։ Հայաստանի քրեական արդարացիության մարմինները կուսումնասիրեն, կպարզեն, կգտնեն, որ ունի Ռուսաստանի քաղաքացիություն, համապատասխան միջոցները կձեռնարկեն քրեական գործի համապատասխան ընթացք ունենա։ Չգտնեն, քրեական գործը կկարճեն, կասեն եղբայր ազատ ես։ Ռուսաստանի փոխվարչապետի ինչ գործն է դա։ Այն ինչ որ հրապարակվել է, բավարար հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի եւ ստուգվի այդ մարդը ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն, թե չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս փուլում Ռուսաստանը, երբ որ միջամտում է Հայաստանի ընտրություններին, Ռուսաստանից տված տեղեկանքը արժանահավատ աղբյուր ես չեմ համարի։ Կարապետյանին առնչվող այս գործի հետ կապված Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հայտարարել է, որ հանձնաժողովը ստուգել է ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի միայն Հայաստանի քաղաքացի լինելու փաստաթուղթը, որը փոխանցել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից լուրերին փոխանցեցին, որ չեն կարող այս մասով եւս մեկնաբանություն տալ, քանի որ գործին արդեն քրեական ընթացք է տրվել։ Բնականաբար միգրացիայի ծառայությունը կամ ոստիկանությունը չի կարող ստուգել, թե օրինակ Դանիել Հովհաննիսյանը աշխարհի որ երկրում քաղաքացիություն ունի, աշխարհում 200 երկիր կա, հա, որոշ լծակներ ունեն ստուգելու, բայց այդ լծակներով իրանք չեն կարող բոլոր 200 երկրների քաղաքացիությունները ստուգել, եւ հիմնական մեխանիզմը պատժիչ կանխարգելիչ մեխանիզմն է, այսինքն ես ստորագրում եմ, որ ես չունեմ ուրիշ քաղաքացիություն, եւ եթե հանգարց հետո պարզվի, որ ես ունեմ, ստացվում է, որ ես կեղծ հայտարարություն եմ տվել, որի համար նախատեսված է քրեական պատիժ։ ՌԴ-ում մարդու մասին տվյալ գտնելն արդեն շատ ավելի հեշտ է, քան թվում էր, նկատում է նա։ Հիմա իրենք եւս ուսումնասիրում են Նարեկ Կարապետյանին առնչվող տեղեկությունը։ Հիմա փորձում ենք հասկանալ, թե իրանց հարկային համակարգում քաղաքացիության հիշատակումը ինչքանով ավտոմատ գեներացվող, ինչքանով է հավանական, որ դա լինի վրիպակ, իսկ ինչքանով է ճիշտ, ոնց եղավ, որ փոխվեց։ Ռուսաստանում, այդ թվում նաև հատուկ ծառայությունների մասով, երբեմն արտահոսած տվյալների բազաներից լինում է շատ ավելի շատ տեղեկություններ ստանալ, քան Հայաստանում։ Օրինակ Ռուսաստանում, ինչպես են The Insider-ում իմացել, որ Հայաստանում գործող ռուսաստանյան պաշտոնյաներից մեկը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության աշխատակից է, տեսել են, որ ինքը մի քանի տարի առաջ վարկի դիմելուց համապատասխան արտահոսած փաստաթղթերում որպես աշխատանքի վայր նշել է մի զորամաս, որը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության զորամասն է։ Այս համատեքստում Իոնիսյանը անդրադառնում է նաև Insider պարբերականի հրապարակումներին։ Պարբերականի հրապարակած փաստաթղթի համաձայն ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված էր ռուսական FSB-ի տեղեկատվական կենտրոնը։ Ամենահեղինակավոր տարածաշրջանային հետաքննական ուրեմն լրագրողական կենտրոններից մեկն է, այն ռուսաստանյան վտարանդի կազմակերպություն է, որը շատ լուրջ հետաքննություններ է արել եւ մասնագիտացած է հենց նաեւ ռուսաստանյան հատուկ ծառայությունների վրա։ Օրինակ այն, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանին իրենց նամակագրություններում անվանում են բառադա, այսինքն միրուք, հա, դրա մասին մենք դեռ տարիներ առաջ ենք իմացել նույն Insider-ից։ Insider-ի տեղեկությունները բավականին հավաստի են, միշտ երբեք չի եղել որևիցե դեպք, որ Insider-ը հրապարակի ինչ-որ մի բան, որը հետո պարզվի, որ սուտ էր կամ կեղծիք էր։
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգողի խոսքով Հայաստանի վերաբերյալ ինսայդրի հրապարակումները ակտիվացել են վերջին 5 տարիներին։ Նկատում հենց այդ ժամանակվանից է, որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները Հայաստանի մասով ակտիվացել են։ Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։